Ազգային ժողովը շարունակում է հերթական նստաշրջանի աշխատանքները հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության հաշվետվության մասին հաղորդման քննարկումը նախօրեին ընդհատվել էր ելույթների փուլում։ Հայաստանում կոռուպցիան հետաքրքիր զարգացումներ է ապրում, համոզված է Արմենուհի Գյուրեղյանը։ Ազգային ժողովի ամբիոնին ապացույցների տրցակով է մոտեցել։ Կոռուպցիայի ընկալման համաթիվը նվազել է։ Դա ես չեմ ասում, դա Transparency International-ը իր զեկույցում է ասում։ Հայաստանում այդ համաթիվը 23-24 թվականներին 47 էր, իսկ արդեն 25-ին 46։ Իսկ համաթվի նվազումը նշանակում է կոռուպցիայի մակարդակի աճ։ Ժողովրդավարության բաստիոնում կոռուպցիան արմատախիլ արված երկրում կոռուպցիան աճել է շատ կարևոր ձեռքբերում։ Փաստորեն դուք ոչ միայն ժողովրդավարության մակարդակն եք հասցրել բռնապետության, այլ նաև տապալել եք կոռուպցիայի դեմ պայքարը։ Խնդրեմ օրինակներ։ Ահռելի արտաքին պարտքի դիմաց մեծ գումարներ են ծախսվել ասֆալտապատման համար։ Պարզվում է դրանք առանց բիտումի են, որն էլ դարձել է ասֆալտի քանդման պատճառ։ Մեծ գումարների վատնում, անորակ աշխատանք, ամեն ինչ ճիշտ արված ծախսերի ներկայացում, բա սա կոռուպցիա չի։ Պատգամավորը ելույթն ավարտում է սպասվելիք ընտրություններում իր խոսքերով ճիշտ կողմնորոշվելու հորդորով։ Իսկ հիմա ուղղակի ընտրելուց առաջ գնահատեք ուժը ներկայացնող թիմի կարողությունները, խոստումների իրատեսականությունը, իրենց տված խոստումների կատարման կենսագրական փորձը, ազգային պետական դիմագիծը եւ ձեր ձայնը տվեք ընդդիմադիր ազգային ուժի։ Սա է մեր երկրի փրկության գրավականը։ Սա է ապագայում Հայաստան երկիր ունենալու գրավականը։ Քննարկվող թեմայից դուրս, բայց կարևոր, Լիլիթ Գալստյանը եկեղեցուն վարկաբեկելու փորձերը հանցավոր ու դատապարտելի արարք է որակում, որն ըստ նրա դատապարտված է ձախողման։ Հայ առաքելական եկեղեցին փորձեր են ասպատակել քոչվորները, թուրք քոչվորները, մոնղոլները, Ստալինները, Բերյանները, հիմա հարց տվեք ձեզ, որտեղ են նրանք հիմա։ Դաշնակցության թողած հետագծից սկսած օրվա իշխանությունների հետագծով ավարտած, թե ով ինչ կենսագրություն է թողել։ Ալեն Սիմոնյանը միջամտում է։ Որ դաշնակցությունը ավելին է, քան շարքային կուսակցությունը, քանի դեռ կա մեկ հայ, կա լինելու է դաշնակցության գաղափարախոսությունը։ Իսկ թե դուք ինչ հետագիծ եք թողել, դառը եւ սև հետագիծ, այս թվերն են խոսում։ Թշնամուն եք թողել 12 քաղաք, 241 գյուղ, 11,000 բնակարան, 13,000 տուն, 385 եկեղեցի, 60 վանական համալիր, 20,000-ից ավելի մշակութային արժեքներ, 300 դպրոց եւ այլն։ Ահա այն ողբերգական հետագիծը, որ դուք թողել եք եւ մնալու է ձեր քաղաքական կենսագրության ուղղակի գլխավերևում։ Շնորհակալություն, ռեժիմը խոճապի մեջ է, Տիկին Գալստյան ընդունում եմ, բայց մենք երբևիցե չենք ունեցել հաղթելու ենք կարգախոս, մեր կարգախոսը կարծես թե ավելի նման է տեր կանգնիր խաղաղությանը, խաղաղություն, դուք ինչ որ ուրիշ ալիք եք նայեք կամ ինչ որ հին ինֆորմացիա ունեք, կիսվեք, մենք էլ իմանանք, թե ինչի մասին եք խոսում ընդհանրապես։ Ալխազ Ղազարյանն օրվա քննարկվող թեմային է վերադառնում, միայն թե նախկիններից կոռուպցիոն օրինակներով։ Մեծ հաշվով Հայաստանը նրանց համար եղել է գրավադրված անշարժ գույք, կապիտալ կամ շրջանառու միջոց սեփական հարստությունը կուտակելու համար։ Եվ այսօր հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի զեկույցը վերը նշվածի ապացույցն ու բառ վկայությունն է։ Հիմա երբ պետությունը դուրս է եկել նրանց հետքի վրա եւ ներկայացված են այդ ամենը վերադարձնելու վերաբերյալ տարբեր հարցեր, այս մարդիկ ընդդիմության անվան տակ հանդես են գալիս Հայաստանի եւ նրա իշխանության դեմ, ունենալով մեկ նպատակ՝ ամեն գնով պահպանել Գողոնը։ Անդրանիկ Քոչարյանը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրով հիշեց Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներն ու կոռուպցիոն դրվագները։ Վազգեն Սարգսյանը իր մասնակցությունը ունեցել է Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելուն, 1 տարի հետո Կարեն Դեմիրճյանի հետ իրենք միավորվեցին երկիրը փրկելու հարցի շուրջ։ Դա միայն ներքին քաղաքական ամբողջ սպեկտրը չէր վերջում, բայց կոռուպցիոն վիճակը անհանգստացնում էր երկու մեծ անհատականություններին։ Ինչով ավարտվեց դա, բոլորս գիտենք, դա հոկտեմբերի 27 էր։ Հոկտեմբերի 27-ից հետո երկիրը թևակողեց համակարգված կոռուպցիայի դաշտ։ Քրիստինե Վարդանյանի խոսքը կիսատ մնաց, Ալեն Սիմոնյանի հետ այդպես խոսել չի կարելի, երբ նա ասում է լռեք, ուրեմն պետք է լռեն։ Իմ հետ տենց խոսալ, Տիկին Վարդանյան, չի կարելի։ Այսինքն շուռ գալ ձեռքով ինձ ասել, ինձ ընդհատել են, ես հեսա կավարտեմ, ավարտվեց ձեր ելույթը, նստեք ձեր տեղը։
Այսինքն դա նշանակում է, որ բանախոսը պետքա շուրգը ազգային ժողովի նախագահին ձեռով անի, ասի ես կորոշեմ։ Ուրեմն ես եմ ստեղ որոշելու, ազատեք ամբյոնը։ Թալանվածը վերադարձրել է արդյոք գործող իշխանությունը, թե շարունակաբար թալանում է ժողովրդին։ Աննա Գրիգորյանը թվային վերլուծություն է կատարում։ Ուրեմն պարզվում է, սիրելի հայրենակիցներ, որ այդքան ասում են թալանածը վերադարձնում ենք, Պարզվում է 2025 թվականին պետությանը վերադարձվել է 1 միլիարդ 600 միլիոն ՀՀ դրամ։ Առավոտից երեկո խոսում են թալանի վերադարձի մասին։ Միայն 2025 թվականին պարգևավճար է ստացել կառավարությունը 3 միլիարդից ավել։ Իսկ այսպես կոչված թալանից վերադարձվել է ընդամենը 1 միլիարդ 600-ը։ Այսինքն 1 միլիարդ 600 ստացել են, 2 անգամ ավել միայն կառավարությունը պարգևավճար է ստացել։ Թե ում պետք է պատկանեն Հայաստանի բոլոր բիզնեսները, Վահագն Ալեքսանյանը հարցի պատասխանն ունի։ Մի հատ հրապարակում են գտել, այդ հրապարակման մեջ, բան ա տենց 3-4 բիզնեսի տեր, տեսեք ԿՊ-ի նվիրատվություն ա։ Կներեք, կարող գիտեք սաղ աշխարհի բիզնեսները պետքա կամ Քոչարյանին ելնեն, կամ Քոչյանի խնամուն ելնեն, կամ Քոչյանի խնամու աղբորին ելնեն, կամ խնամու աղբոր Քենուն ելնեն։ Հազար ներողություն ես երկրում ուրիշ բիզնես չի կարա լինի։ Չի կարա լինի բիզնես, որը ատումած ես, որտեղ դուք իրան թալանել եք, որովհետև դուք ստիպել եք, որ ինքը հանրապետությունը լքի, որովհետև Քոչյանի խնամին վաղտին ինչ-որ տարօրինակ ձևի ատենդերները կրել։ Չի կարա լինի տենց բիզնես։ Շատ դժվարությամբ, բայց մտքերի փոխանակումն ավարտվեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եզրափակիչ ելույթով։ Մտքերի փոխանակությունն ավարտվեց, հարգելի գործընկերներ, ինչ է կատարվում։ Հարգելի գործընկերներ, Պարոն Հովհաննիսյան, Տիկին Գալստյան, խնդրում եմ։ Այո, կոռուպցիոն դրսևորումները լիովին բացառված չեն եւ չեն կարող բացառված լինել որևէ երկրում։ Եվ ցավոք առանձին դեպքեր շարունակում են արձանագրվել նաեւ այսօր։ Այստեղ սակայն անհնար է չնկատել, որ այդպիսի երևույթները ոչ թե կրում են համակարգային բնույթ, այլ դրանք իրենցից ներկայացնում են առավելապես տեղային եւ առանձին դրսևորումներ, որոնց դեմ պետությունը մղում է համակարգված պայքար։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։